Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով Կիրակտորյա փոդքասթի հերթական թողարկումն է, ձեզ հետ են Երևանից Ռուբեն Մելիքյանը, Կալիֆոռնիայից Աղասի Ենոքյանը, ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն, ողջույն սիրելի դիտողներ, ուրախ եմ նորից հանդիպելու ձեր հետ եթերում։ Եկեք այս անգամ սկսենք մեր շնորհակալությունները մեր ունկնդիրներին հայտնելով, որովհետև մեկնաբանություններ են թողնում, որոշակի նկատառումներ են հայտնում, ամենազավեշտալի եւ հետաքրքիր ու հաճելի նաեւ մեկնաբանությունը այն էր, որ ինչ եք խոսում, մեկը Երևան, մեկը Կալիֆոռնիա, երկուսն էլ նույն սենյակում եք գտնվում։ Դա նշանակում է, որ մեր տեխնիկական թիմի աշխատանքը շատ որակով է եւ այն վիրտուալ իրականությունը, որ ստեղծվել է մեր շուրջ, այսինքն կոնկրետ դեպքում իմ հետևում իրականում այս պատկերը չի, դա վերցված է Աղասի աշխատասենյակից, որպեսզի այտենց տպավորություն ստեղծվի, որ մենք գտնվում ենք նույն տարածքում, այնինչ իրականում փաստն այն է, որ ես իսկապես գտնվում եմ Երևանում, դա կարելի է ստուգել տարբեր անձնագրային տվյալներով, սահման չեմ հատել, իսկ Աղասը գտնվում է իրենց տանը, իր աշխատասենյակում, հյուսիսային Կալիֆոռնիայում, եւ այսպես այդ փաստը, այդ իրողությունը համապատասխանում է իրականությանը, մենք իսկապես այնտեղ ենք գտնվում, որտեղ որ ասում ենք։ Եվ մենք խնդրում ենք ձեզ շարունակել ձեր մեկնաբանությունները, լայք դնել, եթե ձեզ դուր է գալիս մեր փոդքասթը, որը ավելի է մեծացնում հնարավորությունը տարածվելու։ Մյուսն էլ դու ասա։ Ես կուզեի ավելացնել, որ այս ամեն ինչը տեխնիկական հնարավորությունները նշանակալի չափով իրականություն է դարել մեր դիտողների, ներդրումների կամ նվիրատվությունների շնորհիվ, այնպես որ հաղորդման զարգացման համար կուզեի խնդրել, որ օգտվեն բոլոր տեսակի նվիրատվության կանալներից, որոնք որ բերված են YouTube-յան ալիքում։ Շատ լավ, եւ մենք միանգամից անցում կատարենք այս շաբաթվա կարծում եմ ամենակարևոր թեմային, impeachment-ի հարցին, որը արդեն բավական լայն տարածում է ստացել քննարկման ծավալի մակարդակով, որովհետև impeachment-ի նախաձեռնողները Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը նամակներ են հասցեագրել ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին, impeachment-ի գործընթաց նախաձեռնելու, չգիտեմ, խնդրանքով երևի, առաջարկությամբ երևի ավելի ճիշտ կլինի ասել, ակնկալելով դիրքորոշում, ակնկալելով պատասխան, եւ այս ընթացքում եղել են արդեն որոշակի պաշտոնական եւ կիսապաշտոնական պատասխաններ, արձագանքներ, հաղորդագրությունների ձևով, նույնիսկ ոնց որ թե ԿՊ-ական մի պատգամավոր պաշտոնապես նամակ էր ուղարկել, նշելով, որ չի պատրաստվում որևէ բան նախաձեռնել, եւ բնականաբար թե սոցցանցերում, թե լրատվամիջոցներով բազմաթիվ նաեւ հարցազրույցների ձևաչափով արձագանքներ են եղել, այսինքն այս թեման այս պահին մեր քաղաքական օրակարգի թիվ 1 թեման թերևս կարելի է ճանաչել, իհարկե մենք վերջում կանդրադառնանք նաև մյուս կարևոր թեմային, որը Եվրոմասիվի դեպքերն են, բայց այնտեղ այդպես տենց շատ խոսելու բան էլ երևի թե չունենք, որտեղ այնքան ամեն ինչ պարզ է, որ տենց չգիտեմ էլ ինչ ասենք դրանից ավել։ Ամեն դեպքում ես սկսենք եկեք Ես խնդրում եմ Աղասին, որպեսզի իր դիրքորոշումը այս հարցերի impeachment-ի հետ կապված ներկայացնի, որպես քաղաքագետ, ես էլ կփորձեմ իմ իրավաբանի դիտանկյունից որոշակի մտքեր հայտնել։ Շնորհակալություն։ Ես առաջերտին կուզեի քեզ որպես իրավաբան երկու հարց տալ, որոնք որ ակամածակում են, Ուրեմն առաջին այն է, մենք ինչ որ սահմանափակումներ ունենք, սահմանադրական, օրենսդրական կամ չգիտեմ, այլ ձևի impeachment-ի ժամկետների հետ կապված։ Այսինքն կա ինչ-որ ժամկետ, որից հետո այլևս այս process-ը չի կարելի սկսել։ Ունենք սահմանափակում, այո, ունենք սահմանափակում, որոնցից վերաբերելի է սահմանափակումներից միայն մեկը, դա այն է, որ ձախողված impeachment-ի դեպքում, ընդ որում ձախողված impeachment ասելով հասկանում ենք, որ գործընթացը սկսում է, գործընթացը ավարտին է հասնում եւ ազգային ժողովը անվստահություն չի հայտնում գործող վարչապետին, կառավարությանը։ Այդ դեպքում 6 ամիս այլևս նման նախագիծ ներկայացնելու հնարավորություն չկա։ Սա է սահմանափակումը,
այլ սահմանափակում կապված օրինակ պաշտոնավարման վերջի ամիսների կամ վերջի տարվա եւ այլն նման սահմանափակում չկա։ Այսինքն եթե այդ 6 ամսվա արգելքը չլինի, օրինակ այս նախագիծը կարող է դրվել քվեարկության կամ ներկայացվել ազգային ժողովին իրավաբանորեն։ Նույնիսկ ընտրություններից, չգիտեմ, հերթական ընտրությունների մասին է խոսքը, կարճ ժամանակ առաջ էլ։ Մի ամիս առաջ, Այո, քանի շաբաթ առաջ, հասկանալի է։ Այսինքն, բայց դա ուղղակի պատասխանատվությունն այն է, որ impeachment-ի գործած նոր չի կարելի նախաձեռնել, հա։ Հիմա մենք մինչև նոր ընտրությունները քանի այդպիսի 6 ամսյա ժամկետ ունենք, 2-3, այսինքն քանի երկու full ժամկետ ունենք հաստատ։ Հասկանալի է։ Հիմա ես ճիշտ ասած շատ զարմանալի, շատ, չգիտեմ, տարօրինակ խնդիրի առաջ ենք մենք կանգնում, հա, դա այն է, որ impeachment-ի մասին բոլորը խոսում են, բայց ասում են, որ impeachment-ի համար անհրաժեշտ է ուրեմն վարչապետի թեկնածու առաջադրել եւ պարզվում է, որ վարչապետի թեկնածու ոչ ոք չի կարողանում առաջադրել։ Սա շատ տարօրինակ խնդիր է, ես չգիտեմ, դες օրինակ Նիկոլո Վորդարովն ասում էր Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Հիմա պարզվում է, ոչ մի հատ չկա, դա մենակ Նիկոլը։ Այս խնդիրը իհարկե քաղաքական է, ոչ այդքան իրավական, բայց ես ուզում հասկանամ ինչ եղավ։ Այսինքն անդիմությունը մտել է խորհրդարան եւ անդիմությունը բնականաբար պետք է ունենա վարչապետի տեխնացու, այլև պետք է ունենա նախարարների տեխնացու, չէ՞, այսպես գաղափար կա, ստվերային կաբինետ, նախարարները պետք է ունենան իրենց գործունեության ծրագրերը, բայց պարզվում է, որ անդիմությունը այս ամենին պատրաստ չի։ Ինչու՞, այն չգիտեմ։ Հայաստանից ինչ է երևում, էլի։ Դե ես փորձեմ նաև ներկայացնել այն մոտեցումը, թե ինչու է այդպես, նրանք առհասարակ օրինակ Հայաստան դաշինքի դիրքորոշումը, որ ներկայացվեց, որը անձամբ ես անկեղծ ասած շատ չզարմացա, որտեղ կարծեք թե այս դիրքորոշումը տարբեր հարթակներով մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ ներկայացվում էր, այդ դիրքորոշման մեջ միակ չէ, այն հարցը, որ շատ ակնհայտ էր, տեսանելի էր, որ դա չկա, վարչապետի թեկնածության հարցներ, որ ընդհանրապես դրա մասին քննարկումը չկար։ Եվ իմ կարծիքով իրոք ճիշտ է, որ մենք քննարկումը այս հարցից ենք սկսում, ցանկացած նախագծում պետք է լինի վարչապետի թեկնածուի անուն։ Եվ կարծում եմ սա է հարցերի հարցը, եւ այս տեսանկյունից ես ուզում եմ լիակատար համաձայնություն հայտնել իմ ավագ գործընկեր, իմ կարծիքով Հայաստանի լավագույն իրավաբան, անգամ չասեմ լավագույն իրավաբաններից մեկը, որտեղ ես գործող իրավաբաններից լավագույնն եմ համարում, կներեք, Դավիթ Հարությունյանի կարծիքը, որը որ գործընթացը հատկապես կարևոր էր համարում ընդդիմության վստահելի թեկնածու վերհանելու իմաստով, այն առումով, որ ամեն դեպքում, եթե վատագույն սցենարը վերցնենք, գնում ենք 2026 թվականի հերթական ընտրությունների, Աստված չանի, որ մենք հասնենք, որովհետև իմ պատկերացմամբ ես անձնական կարծիք ունեմ, որ դա շատ վնասակար է, մենք մինչև այդ շատ կորուստներ ենք ունենալու եւ Նիկոլը հնարավորություն է ունենալու իր խայտարակ թույլ դիրքերը ամրապնդելու այդ 1 տարին ինքը շատ արդյունավետ է հաստատ օգտագործելու ամեն դեպքում եթե նույնիսկ մենք գնում ենք 2026 թվականի հերթական ընտրությունների, ապա այս դիալոգը, այս հանրային դիսկուրսը օգտակար է վերհանելու համար, թե ով կարող է ի վերջո լինել ընդդիմադիր արդյունավետ տեխնացու։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ գոնե այս տեսանկյունից այս քննարկումը դրական է, թեև ցավոք սրտի բազմաթիվ ոչ պատեհ, ոչ պատշաճ, անցանկալի բառամթերքի կիրառում եմ նաև նկատում։ Բայց կա այդպիսի քննարկում։ Գնում է արդյոք նման երկխոսություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջև, որ գտնեն ընդունելի տեխնացու։ Այս պահին ոչ, բայց այս գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է այդ հարցի քննարկմանը։
Ես այդպես եմ տեսնում, այսինքն եթե գործընթաց կա impeachment-ի հետ կապված, եթե գործընթացը շարունակվելու է, որովհետև տեսեք մենք ասում ենք թիվ 1 օրակարգն է։ Ինչի ենք մենք տենց ասում, որովհետև ուրիշ բան չկա քաղաքական դաշտում, ինչ քննարկենք։ Մնացած բոլոր օրակարգերը դա նիկոլականների կողմից գիտակցաբար կամա թե ակամա կամ գիտակցված կամ չգիտակցված ակամա ստեղծված օրակարգերն են, որոնց մենք ռեակցիա ենք տալիս։ Օրինակ հենց այդ նույն մասիվի դեպքը, երբ որ ուղղակի նիկոլականները, լավ, նիկոլականները այստեղ ասեմ թե չասեմ, Արամ Զավենիչի մարկայով նիկոլականները, որտեվ դրանց նույնպես Զավենիչականները։ Հա, դե քանի որ կոալիցիայի մեջ են, նույն կրոնն են ընդունել, նույն քաղաքական գծի մեջ են, ուստի կարելի է ասել։ Նրա պատասխանատվությունը կրում է միևնույնն է Նիկոլ Փաշինյանը անձամբ եւ իր վերնախավը, իր քաղաքական թիմը։ Ամեն դեպքում ինչ եղավ, իրանք սարքեցին կռիվ, հետո սկսեցին իրանք սարքած այդ խայտարակությունը ինչ որ այլ պատճառներ բերել, Պուտինին էին մեղադրում, ես շատ իմանամ, հեսա տեսնեն այդ չի աշխատում, մարսեցիներին կմեղադրեն, այլմոլորակայիններին կմեղադրեն, գլոբալ տաքացումը երևի կմեղադրեն, մի խոսքով, մենք ռեակցիա ենք տալիս։ Այստեղ ինչ որ մի գործընթաց է, որ ընդդիմադիր շրջանակներից է դուրս եկել եւ քննարկման առարկա է կարծում եմ։ Քննարկման առարկա է եւ անխուսափելիորեն իմ պատկերացմամբ դա բերելու է վարչապետի ընդունելի տեխնացուի քննարկման, հակառակ դեպքում ինչ ենք մենք ունենալու 2026 թվականին։ Դա մի քիչ Նիկոլ Փաշինյան։ Հա։ Նիկոլ Փաշինյան։ Ես եմ ասում, ցանկացած տեխնացու, որը որ ընդդիմության մեծամասնությունը կհամարի ընդունելի, ես պատրաստ եմ այդ տեխնացությունը պաշտպանել եւ չեմ կարծում, որ ընդդիմադիր, այսպես ազնիվ ընդդիմադիրը, որը որ ունի հետեւյալ սկզբունքը, մեր խնդիրը իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության գալը, այլ մոտեցում կարող է ունենալ։ Օրինակ Գյումրիի դեպքերը դրա օրինակն են։ Տեսեք մարդկանց մեղադրում էին, ասում էին դուք խարդավանքներ եք անում, եք անում, տեսեք ինչքան սիրուն ամեն ինչ ստացվեց, այն աշճան, որ ստիպված պոչը քաշած ԿՓ-ի ֆրակցիա ներեք եկավ, նստեց ու տենց սկսեց մասնակցել որպես ընդդիմություն, Գյումրիում որպես ընդդիմություն մասնակցել ավականու նիստերին։ Տեսեք ինչքան լավ ստացվեց։ Դες բայց ես տպավորություն ունեմ այս հայտարարությունից, հա, ընդդիմադիր խմբերի հայտարարություններից կամ ելույթներից տպավորություն ունեմ, որ նրանք ոչ թե հիմա ման են գալիս ընդունելի տեխնացու, այլ նրանք ասում են թարգեք այդ գաղափարը, մենք գնում ենք ուրեմն հերթական ընտրությունների։ Ես չեմ ուզում դրան հավատամ անկեղծ ասած, որտեղ դա շատ վատ բան է։ Ոնց կարելի է, էլի, ասեն, ես որ մտածում եմ դրա մասին, որ մարդիկ ոչինչ չեն անելու եւ պատրաստվում են ընդհանրապես, իսկի չի երևում ոնց են պատրաստվում 2026-ին, ես մեղմ ասած շատ վատ եմ զգում, որտեղ ուղղակի դա համարում եմ անընդունելի, որովհետեւ եղել է հանձնառություն, դա նշանակում է հանձնառության չիրականացում, ես դրան չեմ հավատում, ես կարծում եմ, որ այդ մարդիկ իսկապես փորձելու են իրենց հանձնառությունը կատարել։ Եկեք հիշենք 2021 թվականին երկու ընդդիմադիր առաջատար ուժեր կային, որոնցից մեկը շատ հստակ հանձնառություն ստանձնեց հանրության առջև, որ հաղթելու է ընտրություններում պարտվեցինք ցավոք սրտի եւ մանդատները վերցրեցին այն քաղաքական հանձնառությամբ, որ Okay, մենք հիմա մանդատները վերցնում ենք, բայց չենք հրաժարվում մեր քաղաքական հանձնառությունից, այն որ ասել ենք հաղթելու ենք, մենք խորհրդարանական գործիքակազմով, փողոցային գործիքակազմով դրան հասնելու ենք։ Այսինքն ընտրություններից հետո վերահաստատվեց մեծ հաշվով այս հանձնառությունը եւ ես չեմ ուզում հավատամ, որ որևէ բան այս ուղղությամբ չի արվելու, անկեղծ ասած կարծում եմ, որ այնուհանդերձ impeachment-ի գործընթաց որոշակի այսպես հանրային քննարկման արդյունքում նաև ես կուզենայի որ քննարկումը բովանդակային լինի, այլ ոչ թե այսպես ձևի տեսանկյունից անընդունելի դրսևորումներ ստանա, հա, բովանդակային քննարկման արդյունքում մենք ուզած չուզած դրան հասնելու ենք։ Մի փոքր պես ես ուզում եմ քեզ հակաճառել այն առումով, որ նախ ընդդիմադիր լիդերներից մեկը չի բացառել, որ մենք գնալու ենք նաև ընտրությունների, այսինքն իրենք գնալու են։ Բայց ոչ մեկ չի բացառել, կներես։ Եվ բայց եթե չես բացառում, դա նշանակում է որ Նիկոլը պետք է մնա իշխանության։ Որովհետև ընտրությունների ժամանակ Նիկոլը
Գալու է շատ լուրջ գործիքակազմով, հա, ուրեմն այդ գործիքակազմը բոլորս գիտենք, իր ոստիկանությունն է, իր ազգային անվտանգության ծառայությունն է, դա իր ունեցած կամպրոմատներն են, դա իր ունեցած ուրեմն փողոցի խուժանն է, դա իր կենտրոնական դրական հանձնաժողովն է, իր հանրային Մասիվի եվրոջոկատներն են, մասիվի եվրոջոկատներն են, այո, այս ամեն ինչը ունի։ Եվ սրան գումարվել է մի կարևոր ուրեմն հաղթաթուղթ, դա Ալիևի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը։ Սա այս ամեն ինչով գալու է, իսկ ընդդիմադիրները ինչով են գալու։ Մարդիկ ասելու են, լավ, դուք ասեք, որ Նիկոլին հանելու եք։ Հիմա ասում եք, չէ, Նիկոլը սպասեք միջև ընտրություններ, հա։ Ինչ եք արել, ենթադրեք Հայաստանի անվտանգությունն եք բարձրացրել այս ընթացքում, չգիտեմ, Արցախն եք հետ բերել, թե Արցախն եք հանձնել, Այստեղ շատ կարևոր է։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք մի քիչ էլ բովանդակային փաստարկների մեջ մտնենք։ Օրինակ, ես ուզում եմ, որպեսզի այնպես տպավորություն չստեղծվի, որ բովանդակային հարցեր չենք քննարկում, որտեղ շատ կարևոր բաներ կա, որ նաև իրավաբանական բաղադրիչ ունի, ես կուզեի դրանց անդրադառնալ եւ նաև փաստարկներին։ Օրինակ, ես նկատում եմ նաև փորձելով սա ինչ-որ կոնստրուկտիվ դաշտ բերել ես քննարկումը, ես նկատում եմ, որ թե Հայաստան խմբակցության հայտարարության մեջ եւ թե շատ պատգամավորների, շատ իմ կողմից սիրված, հարգված պատգամավորների խոսքում մի կարմիր թել է անցնում, ըստ որի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի պատգամավորների X թվով պատգամավորների ստորագրություն, 34 պատգամավորի ստորագրություն, որպեսզի գործընթաց սկսվի։ Դու ելես չէ՞ դա կարդացել։ Օրինակ Հայաստան խմբակցության հայտարարության մեջ որոշակի մաթեմատիկա էր արվում, մենք ունենք 28-ը, պատրաստ եք այդ 28-ը ստորագրել, այն պայմաններով, երբ որ այդ 8-ն էլ դուք կբերեք, կներկայացնեք, սենց ինչ որ, չէ՞, այդ 8-ն էլ, այսինքն 34-ի մասին է խոսում։ Տեսեք, ես այդտեղ որպես իրավաբան նաև խոսեմ եւ ցույց տամ, որ իրավաբանությունը եւ քաղաքական գործընթացը այստեղ չեն համընկնում։ Իրավաբանական առումով, այո, այս հայտարարության մեջ եղած միտքը լիովին ճիշտ է, այսինքն իսկապես իրավաբանորեն իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է մուտք անել ազգային ժողովի նախագահի անունով 34 պատգամավորի ստորագրություն իրավաբանորեն, բայց քաղաքականապես դա այդպես չի, այսինքն քաղաքական գործընթացը իմպիչմենտի կարող է սկսել մեկ պատգամավորի ստորագրությամբ, երկրորդ պատգամավորը, երրորդ պատգամավորը, դա դեռ իրավաբանորեն իմպիչմենտ չի, դա քաղաքական ինչ-որ գեներացիա կարող է լինել եւ այլն եւ դրա արդյունքում օրինակ մարդիկ կարող են փողոց դուրս գալ, երբ որ լինի կոնկրետ տեխնացուի անունով ձևաթուղթ, այդտեղ ստորագրություններ լինեն, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը եւ նախաձեռնողը ինքը կորոշի ազգային ժողովի ներկայացնի օրինակ 34 ստորագրությունը հավաքելուց հետո, 40 ստորագրությունը հավաքելուց հետո, թե օրինակ 56 ստորագրությունը կամ 107 ստորագրությունը հավաքելուց հետո։ Այսինքն այն պահին, այն իրավաբանորեն, այն պահին, երբ որ ներկայացվեց ազգային ժողովի նախագահին այդ ձևաթուղթը ստորագրություններով, այդ պահին է սկսվում իրավաբանական առումով իմպիչմենտի գործընթացը, բայց քաղաքական առումով իմպիչմենտի գործընթացը հո այդպես չի սկսում։ Շատ լավ ներկայացրեցիք, ես ուզում ասեմ, մենք փաստորեն հասանք այն հիմնական ջրբաժանին, որի շուրջ ջարդվում են նիզակները, հա, ուրեմն հավի ու ձվի պատմությունն է, թե որն է շուտ եղել։ Մի կողմ ասում է, եկեք ուրեմն վարչապետի տեխնացու առաջադրեք, հավաքեք այդ ստորագրությունները, հավաքեք փողոցով 10-20 հազար մարդ, մենք կգնանք ուրեմն իմպիչմենտի պրոցեսին։ Ես ուղղակի բանում Facebook-ում Հակոբյան Միրանի գրածը կարդացի, շատ լավ էր ասել։ Ասում են ուրեմն միսը բերեք, փեդը բերեք, կրակն արեք, խորոված արեք, հա, մենք համաձայն ենք, կուտենք այդ խորովածը։ Սա քո ասած իրավական մոտեցումն է։ Իսկ քաղաքական մոտեցումը այն է, որ երբ այդ process-ը սկսվեց, այդ ժամանակ էլ փողոցը գենարացվի եւ որոշումը ԿՊ-ի վրա, որի ճնշումը պատգամավորների վրա, կստիպի նրանց տեղի չարժույթ, կստիպի նրանց մտնել այս process-ի մեջ։ Ես կարծում եմ, այս երկու խնդիրն է, չէ՞ հիմա դրված։ Մեկին դու հավանեցիր իրավական, մյուսին արի հավանեք քաղաքական մոտեցում իմպիչմենտի վերաբերյալ։
Հա, եւ այստեղ նաեւ փաստարկներ են բերվում։ Իմ կողմից նորից ասեմ շատ հարգված, սիրված падգամավորներ, իդեպ ես ասեմ ազգային ժողովի падգամավորների աշխատանքի մասով, ես այն որպես իրավապաշտպան կարող եմ ասել, որ ազգային ժողովի ընդդիմադիր երկու ֆրակցիաներից բոլոր падգամավորները առանց բացառության, բոլորի հետ առանց բացառության ունեցել եմ շփումներ իրավապաշտպանական օրակարգի բոլոր հարցերով մարդիկ եղել են 100% պատրաստական, սա ուզում եմ ասել։ Այսինքն որպես պաշտպանական գծի ֆուտբոլային տերմինաբանությամբ նաև ասեմ, պաշտպանական գծի խաղացողներ նրանք չգիտեմ, արել են առավելագույնը իմ պատկերացմամբ, բայց մեր ակնկալիքը նրանցից ոչ միայն եւ ոչ այնքան պաշտպանության գծում խաղալն է, որքան կիսապաշտպանության եւ հատկապես հարձակման գծում խաղալն է։ Այս տեսանկյունից մենք ակնկալում ենք, որ մարդիկ նաեւ որոշակի ռիսկեր ստանձնելուց հետ չկանգնեն կամ այսպես չխորշեն ռիսկեր ստանձնելուց։ Այ ես օրինակ մի քանի ինտերվյուներ նկատեցի իմ կողմից շատ հարգված падգամավորները ասում են, որ մի դեպքում մի քիչ ավելի խիստ ձևով, մի դեպքում մի քիչ ավելի մեղմ ձևով, որ եթե գործընթացը երաշխավորված չլինի, իմաստը որն է դրանում այդտեղ մտնելու։ Կամ օրինակ Քրիստինե Վարդանյանի դեպքում, եթե շանս տեսնենք նոր այդ ժամանակ գործընթացում կմտնենք։ Այս մոտեցմանը ես կուզեի որոշակի անդրադարձ կատարել էլի իրավապաշտպանի դիրքերից։ Տեսեք, օրինակ նույն ազգային ժողովի падգամավորների նախաձեռնած կամ իրենց կողմից բազմաթիվ հանցագործության մասին հաղորդումներ են եղել նիկոլական իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների մասով, սկսած 44-օրյա պատերազմի փաստերից Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին է խոսքը։ Վերջացրած նրանց կողմից լկտիություններ, այլանդակություններ, այսինչ են ինչ, հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել։ Այդ հաղորդումների հեռանկարը մեր համար հասկանալի է եղել, այսինքն մենք իսկապես մտածել ենք, որ այդ հանցագործության մասին հաղորդումները, որ ներկայացվել են, օրինակ գլխավոր դատախազ Արտուր Դավթյանը հարուցելու է քրեական վարույթ, ձերբակալելու է Նիկոլ Փաշինյանին եւ ասելու է դե հա մեղադրանք եմ առաջադրում ձերբակալում եմ Էսեմանովին որևէ մեկի մտքով սա ողջամիտ հետեւ այսպես համարվել է թե ոչ իմ կարծիքով այստեղ շանսը իմպիչմենտի պարագայում ավելի շատ է շատ ավելի շատ է քան այն ժամանակ որ մարդիկ այս գործընթացը տանում էին դրա համար այս փաստարկները իմ համար մի քիչ այնքան էլ հասկանալի չեն եւ երկրորդը ես ուզում եմ իսկապես շատ է ինձ դուր եկել երկրորդ նախագահի խոսքը որը այս վերջի չէ, նախավեր այն մի տարի առաջվա, չէ, 3 տարի առաջվա հարցազրույցում, որ ասեց, շատ է ինձ դուր եկել, որ փորձողի առջև է դռները բացվում, ճանապարհընկնողի առջև է ճանապարհի ինչ-որ արդյունք բերում։ Ինքը դա ասում էր մեր պետությունը այս խայտարակ վիճակից հանելու մասով, որ հարցնում են, բա ինչ եք անելու, բա ոնց եք անելու, ասում էր, մինչև մենք չսկսենք ճանապարհը, մեր առջև ոչ մի դուռ չի բացվի, բոլոր դռները փակ են, բայց պետք է սկսենք։ Պետք է սկսենք քայլել այդ ուղղությամբ, պետք է սկսենք դռներ թակել, պետք է պատուանից դռնից հանեն պատուանից մտնենք, ես բառացի չեմ ասում, ես միտքն եմ ասում։ Շատ լավ միտք էր։ Հիմա նույնը այստեղ է, մենք ինչի՞ չենք սկսում այս գործընթացը։ Գիտես, ես այս հայտարարությունը նորից նայեցի, այստեղ ինչ-որ տպավորություն կա, որ նրանք փորձում են խոսակցությունը փակել, որովհետև սկսում են յարլիկներ կրծնել, սկսում են պիտակավորել բոլոր այս պրոցեսներին, ասելով, որ սա ուրեմն թիրախավորման փորձ է, ուրեմն ընդդիմության խորհրդարանական ընդդիմությանը թիրախավորելու փորձ է, եւ այդ թիրախավորողները, եթե շարունակեն, այ իրենք պատասխան կստանան դրա համար։ Ուսկանում ես, սա բերանը փակելու process եւ ոչ թե բերանը փակելու եւ ոչ թե process-ը սկսելու Ես դրա համար եմ ասում, հիմա ես դրա համար եմ ասում, ցավոք սրտի սխալ ուղղությամբ է գնում, ինչ որ ոչ բովանդակային քննարկման ուղղությամբ է գնում եւ հիմա իրենց հարցնես, իրենք էլ իրենց փաստարկները կբերեն, կասեն, այս լայվում այս ձևակերպումը սենց արվեց, այստեղ սենց ասվեց, այնտեղ նենց ասվեց, այսինքն իրականում սա ոչ միտեղ չտանող ուղղություն է, ես դրա համար եմ կարծում, որ ճիշտը բովանդակային փաստարկների դաշտ մտնելն է եւ փորձել այստեղ
քննարկել եւ տեսնել թե որ փաստարկներն են իսկապես արդյունավետ, որտեվ քո ասածը դա քննարկելու բան էլ չի, դա այտենց չգիտեմ, ինձ թվում է ոչ ճիշտ ուղղություն է այս հանրային դիսկուրսը տանելու։ Իսկ դիսկուրսը գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ ակնկալում են, որ խորհրդարանական ընդդիմությունը, հատկապես այն ուժը, որը որ դա հանձնարարել է եւ ստանձնել է, որոշակի ակտիվություն դրսևորի, այլ ոչ թե սպասի 2026 թվականին։ Այս տեսանկյունից սա հանրային process է, սա անձնական process չէ, իմ պատկերացմամբ, որտեղ շատ մարդիկ ես գիտեմ, որոնք որ ընդհանրապես ոչ մի կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ, այսպես են կարծում։ Եվ եթե մեր գործընկերները, մեր ընկերները այլ կարծիքի են, ապա ես իրենց իսկապես խորհուրդ կտամ շփվել մարդկանց հետ։ Չեմ ասում, որ սա դոմինանտ մոտեցում է կամ միայն այս մոտեցումը կա, իհարկե ոչ, բայց այս մոտեցումը բավական մեծ կողմնակիցների շրջանակ ունի եւ շատ կարեւոր է նաեւ նշել, որ ախր այս process-ը ընթանում է այն համապատկերի շրջանակներում, երբ որ Նիկոլ Փաշինյանը իսկապես անընդհատ կորցնում է իր ռեյտինգն էլ, հեղինակությունն էլ, ամեն ինչն էլ։ Վերջի հարվածն էլ, որ հասցվեց այս եվրոմասիվյան բաներով։ Տեսեք, օրինակ նույն ազգային ժողովի պատգամավորներից իսկապես շատ ակնկալիքներ կան։ Մենք տեսնում ենք հանրային գործիչներ, որոնք մենակով շատ լուրջ, ես չեմ ասելու բոլորից, չեմ ասում, անգամ չեմ ասում մի ֆրակցիայի գործ են անում, էս են անում, չէ, բայց մենակով հսկայական վնաս են հասցնում ռեժիմին։ Արթուր Չախոյանը, մենակով չասեմ, որտեվ նաև Մեսրոպ Մանուկյանը, բայց ինքը որպես լիդեր, որպես առաջատար, Մեսրոպից ներողություն եմ խնդրում, որտեվ վերջին իմ լայվում անընդհատ նրան Մովսես է ասում, կներես Մեսրոպ ջան։ Արթուր Չախոյանը հսկայական վնաս է հասցրել այս ռեժիմին։ Էդգար Ղազարյանը հսկայական վնաս է հասցրել այս ռեժիմին։ Եվ այլն անհատներ կան, որոնք որ օրինակելի են նաև հասարակության համար, որ նրանք օր ու գիշեր պայքարում են եւ արդյունավետ են պայքարում։ Մենք արդյունավետություն ենք ակնկալում նաև ազգային ժողովի մեր սիրելի ընկերներից, որը կարծում եմ լրիվ տրամաբանական ակնկալիք է այն մարդկանցից, որոնց մենք քվե ենք տվել եւ մեր հայացքները ուղղված են նրանց։ Ես ուզում եմ այստեղ, գիտես, մի քանի բան նշել, որ համակավ թե բնական էր, հա, այս Նիկոլի ռեժիմի քրախի վերաբերյալ, ուրեմն մի փաստային էր, որ այդ մասիվի այդ խուժանի խմբակային ծեծից հետո եկեք չմոռանանք, որ այդ ամեն ինչը իրականացրել են եվրո շարժում նախաձեռնած ուժերը։ Մեկ էլ Եվրոպայի միության ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը ընդհանրապես դիմում չի ներկայացրել Եվրոմիության անդամակցելու մասին։ Այսինքն դու չգիտեմ կա պատճառը հետևանքային կապ թե չէ, թե ընդամենը համընկել էր, բայց այդ փուչիկը պայթեց, թե Նիկոլի ձեռքբերումներից մեկը եվրոպական ուղղությամբ քայլն է, քո ասացի նման տղա ջան, դիմումը տարկեց այդ Բրյուսելում, կարող է պատահի ընդունում են։ Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, հասկանում ես, բացի ներքին լսարանի համար կազմակերպված շոուներից, ոչինչ չի արվում։ Սա մի կարևոր քայլ էր, փաստ էր, որ կարելի էր ուրեմն աշխատացնել ներքաղաքական քննարկումներում։ Մյուս կարևոր քայլը այդ դատավոր Արտուշ Գաբրիելյանի ուրեմն կալանավորումներ, չէ, պաստորեն ռեժիմին հավատարմորեն ամենահավատարիմ ծառայած դատավորին միևնույն է հետո նստած։ Թոփ 3-ում էր հաստատի դեպ։ Հա, հիմա բնականաբար չէ, նա բանտում նստած ասում է, իմ աշխելքը ես ինչի տենց արեցի, որ հիմա այսինքն կներես կոպիտ համեմատություն է, բայց ասեմ նույն վիճակում ասենք Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում։ Արի չհամեմատենք լավ որպես Արի այդ Բաքվի բանտը չհամեմատենք Երևանի բանտի հետ։ Հա, ամեն դեպքում ուզում ասեմ, բոլորը տեսնում են, որ Նիկոլի ծառայելը լավ բանի չի հանգեցնում։ Սա տեսնում են նաև նույն ԿՊԱ-ականները, չէ։ Եվ լուրջ ճշմարտ դեպքում այս ամեն ինչը տալու է իր արդյունքը։ Ես չգիտեմ, ես ուզում եմ ասեմ, որ իսկապես քո ասացի նման մի հին անեկդոտ է շեստեմ, որ սովետական տարիներին մեկ ամեն օր աղոթում ասում, Տեր Աստված ուզում եմ Վոլգա շահեմ վիճակախաղով,
ու մի տարի աղոթելուց հետո Աստված բարկանում ասում այդ գնա գոնե մի հատ վիճակախաղի տոմս կարողաշարես։ Հիմա այս վիճակն հա ինչ որ process-ը պետք է սկսել։ Իմիջայլոց։ Հա Իմիջայլոց դու ուշադրություն դարձրեցիր ինչ արձագանք տվեցին այն երկու բաները ԿՊ-ից փոխված պապիկն ոչ եմ էլի Աղազարյան Հովիկը եւ Ասլանյան Աղազարյանները, հա։ Հա, չեմ հիշում, հա մասկ էր իրաց բացած կուսակցության անունը։ Իրենց արձագանքը կարդացիր։ Հա։ Մարդիկ շատ կներես, բայց գրագետ արձագանք էին տվել, ասելով, որ ախպեր մենք մեր սկզբունքների տերն ենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլը չվերարտադրվի, այս գործընթացին էլ մենք պատրաստ ենք մասնակցել, եթե վարչապետի թեկնածուն չլինի իրանց խոսքերով ասած Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջը կանգնած մարդկանցից։ Այսինքն բանակցելու տեղ են տալի մարդիկ։ Իմ կարծիքով սա քաղաքական առումով չի լինում թե 34 Այսինքն ես այստեղ համարում եմ բավական գրագետ պատասխան, եթե այդպես ենք, եթե իրանց էլ այս մոտեցումն էլ համարենք բանակցելի մոտեցում, 28 գումարած 6 նկատի ունեմ պատիվ ունեմի պատգամավորները գումարած 2 արդեն այդ շեմը լինում է, բայց ամբողջ հարցը այն է, որ պետք չի այդ շեմը, չպետք է հիմք ընդունել 36 պատգամավորի շեմը, որովհետև նորից ասեմ իրավական ու քաղաքականը տարբեր են։ Կարող ես դու ստորագրությունները հավաքես, բայց չներկայացնես ազգային ժողովին։ Ոչ թե 50, ոչ թե 36 պատգամավորով ներկայացնես։ Քաղաքական գործընթացը սկսես առանց իրավական գործընթացը սկսելու։ Իրավական գործընթացն էլ սկսես այն ժամանակ, երբ արդեն ունես ոչ թե 36, այլ 54 պատգամավորի ձայն, որը հերիքա ոչ թե գործընթացը սկսելու, այլ գործընթացը ավարտելու համար, կամ 64 պատգամավորի ձայն, չգիտեմ։ Քաղաքական գործընթացի վնասը ես չեմ տեսնում այստեղ։ Առավել եւս, որ մենք իսկապես խնդիր ունենք 2026 թվականի հանրության մեջ առավել մեծ վստահություն ունեցող լիդերի մասին մտածելու, լավ այսպես ասենք։ Ավելին ասեմ քեզ, եթե ինչ-որ խմբեր, ինչ-որ մարդիկ մտածում են 26 թվականի հերթական ընտրությունների մասին, այս process-ով նրանք կարող են ցույց տալ, որ իրենք լուրջ ուժ են եւ իսկապես ունեն հնարավորություն բան փոխելու, որովհետեւ անցած 5 տարիների ընթացքում ոչինչ չեն փոխել։ Այսինքն ամեն դեպքում սա 4 տարիների 4 ներողություն։ Սա win-win game-ը, սա բանա, պարտություն չկա այստեղ այս process-ը սկսելու մեջ։ Ու միակ խնդիրը այն է լինում, որ եթե process-ը իրավական առումով սկսվեց եւ հաջողության չհասավ, 6 ամիս ուրեմն այդ process-ը։ Բայց իմաստացնել հենց այն է, որ դու ինչի ես իրավական առումով սկսում։ Էմի սկսի իրավական առումով։ Դու հավաքի քո 36-ն էլ, քո 50-ն էլ, բայց մի սկսի այդ գործընթացը։ Այն ժամանակ մուտք կանես, երբ որ տեսնես, որ իսկապես արդեն տեխնիկական խնդիր է դառնում։ Եվ իրականում վերջի բանը, որ ես կուզեի ասել, դա շատ կարևոր դրույթ էր Հայաստան խմբակցության հայտարարության մեջ, որտեղ որ քաղաքական պատասխանատվությանն էին հղում անում, սա շատ կարևոր է կարծում եմ, եւ կարևոր է նաեւ այն մյուս բոլոր գործընթացների տեսանկյունից քաղաքական պատասխանատվության առումով, իսկապես մեր երկրում պետք է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ավելի մեծ դեր ունենա եւ որոշակի հետևանքներ առաջացնի ցանկացած ցավոք սրտի ձախողված հանրային շարժման պարագայում, այստեղ ես որպես քաղաքացի նաև ասեմ, ես չեմ տեսել, չեմ հիշում քաղաքական պատասխանատվություն, օրինակ դիմադրության շարժման ձախողումից հետո եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես դա չեմ տեսել 2023 թվական եւ այլն։ Եվ ես իսկապես կուզենամ, որ քաղաքական պատասխանատվության երևույթը դեր ունենան։ Շատ կարևոր դրույթ է, բայց փաստորեն այս դրույթը առաջ են քաշում այլոց համար եւ իրենց համար չեն, իրենց վրայով չեն դիտարկում այս քաղաքական պատասխանատվության խնդիրը։ Գիտես, ես մեր քննարկումից չգիտեմ, կարող է պատահի ուրիշ հարցեր կան, որոնք որ մենք տեղյակ չենք, բայց մեր քննարկումից ես չեմ տեսնում, որը կարող է խնդրեմ լինի։ Ինչ խնդիր կարող է լինի, որի համար չեն ուզում այս process-ը սկսել։ Դե ամեն դեպքում ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում քաղաքական խնդիր կարծես թե չկա։ Ֆորմալ ինչ որ հարցեր են, հա,
իրավական հարցեր են կամ չգիտեմ ֆորմալ հարցեր են, որի պատճառով process-ը չի սկսվում։ Ամեն դեպքում տեսնենք, որ ուղղությամբ կգնա process-ը, ես առաջարկում եմ հաղորդման վերջում կարճ անդրադառնանք նաև Massive-ի այս հերոսակախմբի թեմային եւ դրանով եզրափակենք։ Ես մի քանի կարևոր բան ունեմ ասելու, թեև ես live-ով դրա մասին խոսել եմ, հա, բայց ես կարևոր եմ համարում նաև շատ հստակ խոսել նրա մասին, որ Արթուր Չախոյանին մեղադրում են սադրանքի մեջ, դա ուղղակի այդպես չի։ Ժամանակագրությունը պետք է հստակ մենք ֆիքսենք։ Առաջին քայլը։ Մարդիկ, մասնավորապես Արթուրը եւ Մեսրոպը, գնում են եւ հանրային վերահսկողության են ենթարկում մեր բոլորի փողերով կառուցվող, թե վերակառուցվող Massive-ում գտնվող մի մանկապարտեզի հարց։ Տեսնում են, որ ցույց են տալի մարդկանց, որ շինարարությունը խայտառակ վիճակում է։ Ինչ արձագանք է լինում հակառակ կողմից։ Ասում են մենք հələ դա չենք ընդունել։ Բայց այդտեղ հարց է առաջանում, ինչի եք այս կազմակերպությանը տալիս, որ նրանք ի վիճակի չեն նորմալ շինարարություն իրականացնել։ Ինչ որ գումարներ վճարել եք, չէ՞։ Եվ մենք ինչ իմանայինք, ձեր ասում են մամուլով նշված էր, որ ԿՊԱ-ականների հետ ուղիղ սերտ առնչություն ունեցող կազմակերպություն է։ Մենք ինչ իմանանք, եթե այս հանրային վերահսկողության ակտը չլիներ, դուք ինչ որ մի բան կպայմանավորվեք, ինչ որ ծածկադմփոս կանեք, թե չէի կանի։ Ընթացքում դուք չեք տեսնում ինչ խայտառակ վիճակ է։ Այսինքն բացառապես սրա հիմքում կոռուպցիոն բացահայտումներ։ Սա ֆիքսենք, սա շատ կարևոր է որ ֆիքսենք։ Որից հետո առանց որևէ վիրավորանք ստանալու պարագայում բացառապես կոշտ քննադատություն եւ տեղին կոշտ քննադատություն լսելուց հետո զանգում է Արտուրին այդ խուլիգանը, եվրոխուլիգանը եւ սեռական բնույթի հայհոյակներ է տալիս նրան հեռախոսով։ Սեռական բնույթի հայհոյակներ է տալիս հեռախոսով։ Արտուրը բնականաբար արձագանքում է դրան, արձագանքում է թե տեղում, թե նաեւ հանրային ակցիա իրականացնելով, որպես արձագանք սեռական բնույթի հայհոյակներին։ Ընդ որում որևէ կերպ չսադրված սեռական բնույթի հայհոյակներին։ Այդ եվրո խուլիգանը չէր պատասխանում Արտուրին։ Սա է շատ կարևոր։ Նախաձեռնում էր պոստը։ Նա էր նախաձեռնողը։ Նա նախաձեռնում էր քաղաքական քննադատությանը։ Ինչ կարող էր անել Massive-ի թաղապետը։ Նա կարող էր դրանից հետո, չգիտեմ, մամուլի ասուլիս տալ, լայվ մտնել, ես իմ ինչ անել, իր մեղքը ընդունել, ասել հա մենք սխալ տեղ ենք, սխալ մարդկանց ենք տենդերը տվել, սխալ ենք արել, մեր գործը նորմալ չենք արել, չենք հետևել, որ սրան չհասնի, բայց նաև ձեզ տեղեկացնեմ, որ գումարները մենք չենք ամբողջությամբ չի որ փոխանցել ենք, մենք այս մարդկանց ստիպել ենք կամ չգիտեմ ինչ ենք անելու, որ այդ բոլոր խախտումները, թերությունները վերացնեն եւ միայն վերացնելուց հետո մենք հրավիրում ենք այս մարդկանց, որ 2 ամիս հետո, 3 ամիս հետո մի հատ նորից գնան նայեն, տեսնեն, վերացվել են թե չեն վերացվել այդ թերությունները, խախտումները, այս ինչ, նոր դրանից հետո մենք կընդունենք։ Այսպես իրան կպայր ցանկացած եվրոպական արժեքներով առաջնորդվող մարդ։ Այն ինչպես մենք պատկերացնում ենք եվրոպական արժեքները։ Դրա փոխարեն այդ անասունը, դե արյու միասա, վերցնում է հեռախոսը զանգում է սեռական հայհոյակներ է տալիս այդ մարդկանց, ստանում է պատասխան եւ դիմում է ծեծի։ Ու հետո էլ են Զավենիչը, բա Պուտինը, սա դեսպանատուն Պուտին, ասենք բան չկա ասելու էլի։ Այն որ 1000 ափսոս, որ այդպիսի մարդ գոյություն ունի, այն էլ այդպիսի ընտանիքում։ Գիտես, քո ասացի մոտ մի տպավորություն ստեղծվեց, որ ստեղծյալն փողերը տվել են այդ կազմակերպությանը, հատկատները ստացել են եւ նրանք որևէ շարժ չունեն այս գործը հետ պատտելու, ուրիշ կազմակերպության տալու քննադատելու եւ այլ եւ այլ։ Չգիտեմ, սա իհարկե գիտես կոռուպցիա գործերը դժվար բացահայտել։ Հատկապես եւ դու ես կոռուպցիայով զբաղվում։ Այսինքն նա որ պետքա բացահայտի էլի։ Այսինքն ամեն ինչ, բայց մյուս կողմն այն է, որ համոզված են, որ ես ամեն ինչ կարելի է։ Այս երկուսի իրար հետ ուրեմն համադրվում է եւ ստացվում է ուրեմն այդ եվրոծեցը։ Եվրոխորժանի կողմից։ Իդեպ այստեղ էլ մի հատ շատ կարևոր բան ասեմ, ես խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, ես նկատում եմ, որ շատերը դա անում են, բայց ոմանք չեն անում։ Այստեղ խնդիրը այն չի, մենք գործ ունենք ծեծի թե խուլիգանության հետ։ Այստեղ խնդիրը շատ հստակ է։ Մենք գործ ունենք խուլիգանության թե խոշտանգման հետ։
ես եւ իմ շատ գործընկերներ այն համոզմանն ենք, որ Հայաստանի քրեական օրենսգրքի խոշտանգման հանցակազմի այսօրվա ձևակերպման պայմաններում դա ամբողջովին տեղավորվում է խոշտանգման հանցակազմի շրջանակներում։ Նրանք այդ պահին գործել են ի պաշտոն է, այո, գործել են ի պաշտոն է։ Նրանք ֆիզիկական ցավ պատճառելու գործողություններ են արել, հա, ուղիղ եթերով մարդուն դաժանաբար, գազանաբար ծեծել են 6-7 հոգով առնվազն։ Մի երկու հոգի բաժանում էին, մնացածները ծեծում էին։ Եվ երրորդ նպատակը որն էր, պատժելներ։ Նպատակը միանշանակ պատժելներ։ Կոռուպցիոն բացահայտումների համար, նույնիսկ եթե ոչ կոռուպցիոն բացահայտումների համար մենք դիտարկենք, նրա կողմից որոշակի գործողություններ, Արտուրի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար։ Այդքան բան։ Էսա կոռուպցիան, կներեք, էսա խոշտանգման հանցակազմը։ Դրա համար մենք կարծում ենք, որ այստեղ պարտադիր պետք է ծեծի փոխարեն օգտագործվել խուլիգանություն եւ խոշտանգում տերմինները։ Դե հիմա փաստորեն մոտենալով եզրափակմանը ասեմ, որ ինչ է ստացվում։ Նիկոլաս Ամենիչի վերաբերյալ դեր կարծիք չի հայտնել, չէ՞։ Դեր որոշում չի արտահայտել։ Դե ինչի՞ չի արտահայտել։ Լրելային դիրքորոշումը արտահայտել նրանով, որ իր կողմից ղեկավարվող իրավապահ կառույցը չի կիրառել պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը այդ եվրոխուլիգանի նկատմամբ, այդ մասիվի թաղապետի նկատմամբ։ Դա արդեն իսկ դիրքորոշում է ես համարում, բայց իհարկե կարող է դիրքորոշումը փոխվել։ Այսինքն նա շարունակում է պաշտոնավարել, նա շարունակում է տենդերներ անել, նա շարունակում է նայել մարդկանց, ասել տեսեք կարեի եւ սենց անել ու մարսեի։ Պաստորեն Նիկոլա այս թողել Արմենիանը նույնպես կարող է պաշտոնականի, Արմենիանը դեռ չի շարժվում, որովհետեւ իրեն եվրոշանտաժ են անում, ասում են որ եթե մեր մարդուն ձեռտաս ուրեմն մենք դուրս կգանք քաղաքային հավաքանու կոալիցիայից փաստորեն այդ ստեղծում է մի հատ բացարձակ անկառավարելի վիճակ, որ նրանք ոչինչ չունեն անելու։ Նիկոլին ոչինչ չունեն անելու, որովհետև հիշում ես ինչ դաշնան պայքարում նրանք կարողացան պայմանական, ասենք, հաղթել այդ ընտրությունները։ Պյուրոսյան հաղթանակով, մանդատագողությամբ, այն բանից ուրիշ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունից երկու հոգու անասնագողությամբ, էս էր։ Դե լավ, այս դրա արդյունքներն են բարելու։ Այս եվրոտխուր նոտայի վրա էլ ավարտենք մեր այսօրվա թողարկումը, հարգելի քաղաքացիներ, հիշեցնենք, որ մեր podcast-ը հեռարձակվում է Anti-Fake-ի հարթակներում, դուք կարող եք նկարագրության մեջ տեսնել, թե ինչպես կարող եք օգնել մեր գործընկերներին, Anti-Fake-ի թիմին, ել ավելի ուժեղացնելու իրենց տեխնիկական հնարավորությունները, նոր պրոյեկտների համար բավարար եւ անհրաժեշտ միջոցներ ունենալու եւ մենք կհանդիպենք արդեն մյուս կիրակի 20:00 Երևանի ժամանակով 9 AM Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով եւ այդպես շարունակ։ Ստեսություն։ Ստեսություն հարգելի դիտողներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։